Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, նախ մի քանի ժամանակագրական արձանագրում եմ ուզում անել։ 2024 թվականի սեպտեմբերի 20-ին Ազգային ժողովում 334 դահլիճում քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը կազմակերպեց աշխատանքային քննարկում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահի հետ հեծի թեմայով։ Այդ քննարկումը եղել է հրապարակային, որտեղ որ խմբակցության падգամավորները խստագույն գնահատականներ են հնչեցրել եւ հարցադրումներ են արել հեծի գործունեության եւ Հայաստանում արկա էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ, եւ այդ հարցադրումները չեն ստացել պատասխաններ, եւ դա եղել է 2024 թվականի սեպտեմբերի 20-ին։ Սամվել Կարապետյանն այդ ժամանակ ոչ մի հայտարարություն չէր արել, եկեղեցուն չէր պաշտպանում որևէ մեկից եւ այլն եւ այլն։ Դրանից օրեր անց վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որտեղ եւս քննարկվել է Հայաստանում էներգետիկ ճգնաժամի իրավիճակը։ Դրանից օրեր անց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է ներկայացրել, նաեւ տեղի են ունեցել այլ պաշտոնանկություններ։ Անցել են ամիսներ, 2025 թվականի մայիսի 20-ին վարչապետը հանձնարարական է տվել կառավարության ներկայացուցիչներին հեծի էներգետիկ ճգնաժամի, ինչպես նաև հեծի պետականացման հնարավոր գաղափարի վերաբերյալ, որից որոշ ժամանակ անց Սամվել Կարապետյանը թուրը ձեռքին նետվել է եկեղեցու պաշտպանությամբ, բան Դոն Կիխոտը, որը որ գնում է հողմաղացների հետ դեմ կռիվ տալու, եկեղեցուն ով ինչ էր ասում, ինքն էլ գնացել է եկեղեցին բանը խիզախորեն պաշտպանելու։ Սա է եղել ժամանակագրությունը, հարգելի սիրելի հայրենակիցներ եւ հարգելի գործընկերներ։ Ընդդիմությունն ասում է, որ բանը հեծը խլում են, ոչ, հեծը չեն խլում, պարզապես քանի որ մենք հեծը պետականացնում ենք, իսկ դուք պետությունը համարում եք խալխինը, ձեր համար հեծը խլել է, որովհետև հեծը գնալու է ժողովրդին նա դառնալու։ Իսկ դուք ժողովրդի եւ պետության ունեցվածքը գույք պարտքի դիմաց տվել եք օտար պետության։ Հիմա եկել եք ստեղ բան եք անում, ճամարտակում եք հեծը խլելու կամ ուրիշ բաների մասին։ Եվ դուք էլ տերորիստական խմբավորումներին աջակցող քաղաքական ուժ եք եւ դուք կիսում եք այն պատասխանատվությունը, որը կիսում են տերորիզմ կազմակերպողները, եւ դրա մասին դեռ շատ ենք խոսելու։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։